Լոռու մարզում օրվա գլխավոր լուրը Պատանի Տիգրանը կոմայից դուրս է եկել, այսօր տեղի է ունեցել Սերյոժ Ավետիսյանի հուղարկավորությունը, Պերմյակովն ընդունել է Հայաստանի Հանրապետության անունից իրեն առաջադրված մեղադրանքը, հերթական պահանջը, բայց արդեն արտացոլված փաստաթղթում վանաձորցիները ստորագրահավաքն ու պահանջագիրը փոխանցել են Լոռու մարզի գլխավոր դատախազին։ Նախորդին սահմանին զոհված լոռեցի զինվորը հետմահու պարգևատրվել է արիության համար մեդալով։ Այսօր հայկական կողմը ևս մեկ զոհ է տվել, երբ մեկտեղում են համատիրության ղեկավարը, քաղաքապետարանի աշխատակիցն ու բնակիչը տեղի են ունեցել մի շարք համատիրությունների հաշվետու ժողովներ և Եվրասիական տնտեսական միությունը հայ միգրանտներին մի շարք առավելություններ է տվել, ովքեր և ինչ պայմաններով կարող են մուտք գործել Ռուսաստան։ Ֆորտունայի եթերում լրատվության ժամ է, բարև ձեզ։ Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում այսօր տեղի է ունեցել դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր անդամի 6 ամսական Սերյոժայի հրաժեշտի արարողությունը, որից հետո Շիրակի գերեզմանատանը կատարվել է փոքրիկի հուղարկավորությունը։ Հերթական պահանջը, բայց արդեն արտացոլված փաստաթղթում վանաձորցիները ստորագրահավաքն ու պահանջագիրը փոխանցել են Լոռու մարզի գլխավոր դատախազին։ Մի խումբ երիտասարդներ սոցիալական ցանցերով պայմանավորվածություն են ձեռք բերել, իսկ այսօր Վանաձորի Արցախ պուրակում ստորագրահավաք իրականացնելուց հետո քայլերթով շարժվել են դեպի դատախազության շենք, որտեղ մարզի գլխավոր դատախազին են հանձնել իրենց պահանջագիրը, որով ցանկանում են, որ ռուս զինվորական Վալերի Պերմյակովը հանձնվի հայկական կողմին, պահանջելով Հայաստանի գլխավոր դատախազի անմիջական մասնակցությունը այդ հարցում։ Նրանք նաև պահանջում են, որ գործընթացը իրականացվի հրապարակային եւ հանրությունը պարբերաբար տեղեկություններ ստանա քննության վերաբերյալ։ Պետք է կասկածյալը հանձնվի հայկական կողմին։ Սա մեկ, երկրորդը դա ոչ թե ձևակերպվի խնդրանքի տեսքով, այլ պահանջի։ Իդեպ Վալերի Պերմյակովը ընդունել է Հայաստանի Հանրապետության անունից իրեն առաջադրված մեղադրանքը, հայտնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Շարունակում ենք թողարկումը Լոռու մարզում այսօր օրվա գլխավոր լուրը Պատանի Տիգրանը կոմայից դուրս է եկել, տղային սպասվում է ևս մեկ վիրահատություն։ Մանրամասները առաջարկվող տեսանյութում են։ Դեկտեմբերի 2-ն էր դպրոցականների միջև ծագած վիճաբանությունը հեռուն գնաց, դեպքից ժամեր անց բոլորը խոսում էին կատարվածի մասին։ Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոց, դանակահարություն, տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Դեպքի մասին տեղեկությունները տարածվում էին շատ արագ, երբեմն անգամ հակասական։ Հասկանալի էր, գործ ունեինք ինչպես անչափահասների, այնպես էլ դպրոցում տեղի ունեցած հանցագործության հետ։ Դեպքի օրը երեկոյան ինքնական ոստիկանություն ներկայացած 17-ամյա Նարեկը խոստովանել էր, դանակահարել է Տիգրանին և Ռոբերտին։ Վիճաբանել են ուրեմն հանցանք կատարած անձի քրոջ պատճառով, չեմ ուզում թաղագծերը շատ բացեմ։ Մինչ ոստիկանությունը հասկանալի պատճառներով շատ մանրամասներ հրապարակելուց զերծ մնալով զբաղված էր դեպքի նախաքննությամբ, Վանաձորի բժշկական կենտրոնում պայքարում էին Տիգրան Գևորգյանի կյանքի համար։ 17-ամյա Պատանին ստացել էր սրտի փոխանցիկ միջանցիկ վնասում, ձախ փորոքի վնասումով, բժիշկների լեզվով ասած պրոֆուս արյունահոսությունով, վնասվել էր նաև տղայի լյարդն ու ստոցանին։ Վանաձորի բժշկական կենտրոնում կատարված վիրահատությունը տևեց 6 ժամ։ Մասնագետների կարծիքով սրտի շրջանում նման վնասվածքները որպես կանոն հասցնում են ամենավատին։ Հիվանդի բերել են սրտի վնասվածքով, ծանր անգիտագից վիճակով բերել են, անմիջապես վերցրել ենք վիրահատության, վիրահատել ենք, սրտի վնասվածքը կարել ենք, հետո բարձվել է, որ ընդհանրեն կա նաև որովայնի խոռոչի թափանցում, լյարդի վնասվածք, այդ բաները վերականգնվել է, ստացվել է, ոնց որ կարել, այնտեղ ընթացքում ունեցել ենք նաև սրտի կանգի էպիզոդ, մասաժներով վերականգնվել է, վիրահատությունը բարեհաջող ավարտել ենք։ Վիրահատության հաջող ավարտը թեև ամենակարևորն էր, կարևոր էր նաև հետվիրահատական բուժումը։ Որոշվեց տղային տեղափոխել մայրաքաղաք։ Էրեբունի բժշկական կենտրոնում շարունակեցին պայքարել Տիգրանի կյանքի համար։ Տղան կոմայի մեջ էր։ Հետվիրահատական շրջանում ինչ կարա լինի, այնտեղ կարա լինի սրտի կանգ, այսինքն նորից սրտի ռիթմի խանգարում, կարա լինի, ասենք, ինֆարկտ, այսինքն ինֆարկտը ինչն է, եթե անոթը փակվում է, չէ, անոթը փակվեց, դրանից
հետո արդեն գնում է ինֆարկտա զարգանում։ Այսօր արդեն տարածվեց բարի լուրը, Տիգրանը կոմայից դուրս է եկել։ Վանաձորի բժշկական կենտրոնում լուրն արագ է տարածվել, ողջ օրվա գլխավոր թեմաներից մեկը հենց Տիգրանի առողջության վիճակին էր վերաբերում կենտրոնի գրեթե բոլոր անկյուններում։ Ինչ որտեղ իրոք հրաշք է։ Ուրախ լինելով ուզում եմ ասեմ, որ մի փոքր ուզում ենք համբերատար սպասել, որովհետև վերականգնողական փուլ կա, դեռ պետք է ճանապարհ վերականգնվի։ Հրաշքը կատարվել է, սակայն Տիգրանը վերականգնողական երկար ճանապարհ ունի անցնելու, դեռևս չեն վերականգնվել տեսողությունը, շարժունակությունը եւ մնացած զգայարանները։ Առաջիկայում նախատեսվում է եւս մեկ վիրահատություն։ Հասկանալի է, նման երկարատև բուժումը նաեւ մեծ միջոցներ է պահանջում, աջակցելու համար կան հաշվեհամարներ, առավել հանգամանալից տեղեկություններ օգնել ցանկացողները կարող են ստանալ Տիգրանի եղբորից Սարգիս Գևորգյանից։ Նրա հեռախոսահամարն է 094 114 993։ Որպես հավելում նշենք, որ դեպքի առնչությամբ հարուցված է քրեական գործ 2 հոգու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու հատկանիշով։ Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել։ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը News-ը-ի թղթակցին հայտնել է, որ այսօր երեկոյան հակառակորդի կրակոցից զոհվել է Բերդի տարածաշրջանի բնակիչ Արման Ուդումյանը, ծնված 1980 թվականին, վերջինս կրտսեր սերժանտ էր, բնակվում էր Տավուշի մարզի Չորաթան գյուղում։ Իսկ նախորդին զոհված լոռեցի զինվորը Սուրեն Փիլոսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է արիության համար մեդալով։ Երբ մեկտեղում են համատիրության ղեկավարը, քաղաքապետարանի աշխատակիցն ու բնակիչը, տեղի են ունեցել մի շարք համատիրությունների հաշվետու ժողովներ, թեման շարունակում է Գոհար Մովսիսյանը։ Վանաձորում արդեն կայացել է 11 համատիրության ընդհանուր հաշվետու ժողով, որին անպայմանորեն ներկա է գտնվում ներկայացուցիչ Վանաձորի քաղաքապետարանից։ Հունվարի 20-ին տեղի ունեցան Տարոն, Ջուղտաղբյուր եւ Սատար համատիրությունների հաշվետու ժողովները։ Քննարկվող հարցերը տարաբնույթ էին։ Շքամուտքի նորոգման խնդիրներ եղավ, դռների նորոգման խնդիրներ առաջ քաշվեց։ Նկողներում երկու շենքում ջրեր էր հավաքվել, այդ ջրերի վթարի վերացման եւ ջրերի հեռացման խնդիրներ, իհարկե հասկանալի է, որ նման տիպի աշխատանքները հրատապ կարգով վթարների վերացումը հրատապ մեկ օրվա ընթացքում կլուծվի։ Համատիրությունները կոչված են բազմաբնակարան շենքի կառավարման համար, ասել է, թե բազմաբնակարան շենքի սպասարկումը, ճիշտ շահագործումը եւ վերանորոգման աշխատանքները իրականացնելու համար։ Քանի որ Մարզկենտրոն Վանաձորի բնակարանային ֆոնդի շուրջ 70%-ը կեսդարյա եւ ավելի պատմություն ունի, պարբերաբար համատիրությունները ֆինանսական աջակցություն են ստանում տեղական ինքնակառավարման մարմիններից, իդեմս քաղաքապետարանի եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունից։ Գերակա խնդիրը այստեղ շարունակում է մնալ քաղաքի շուրջ 300 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգումը։ Դիմել ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որովհետև տանիքի հիմնանորոգումը ներկայումս գտնում ենք, որ մեր սեփականատերերի հնարավորություններից բարձր է։ Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների եւ բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պարավյանի խոսքով հաշվետու ժողովներին մեծացել է բնակիչների մասնակցության եւ ակտիվության աստիճանը, ինչը իրականացված իրազեկման աշխատանքների արդյունքն է։ Տարոն համատիրությունը Վանաձորի մեծ եւ գործուն համատիրություններից մեկն է, զբաղվում է քաղաքի 123 շենքի կառավարմամբ։ Այս տարվա հավաքագրման ցուցանիշը կազմել է 84%, մոտավորապես 5%-ով պակաս նախորդ տարվա ցուցանիշից։ 2014 թվականին համատիրության անդամների վճարումներից գոյացել է 10.542.833 դրամ, որով էլ կատարվել են կառավարման, ընդհանուր սեփականության պահպանման, վերանորոգման, աշխատավարձերի վճարման, հարկերի եւ չնախատեսված աշխատանքների ծախսերը։ Բնակ վարձավճարները հավաքագրվել եւ փոխանցվել է քաղաքապետարան 68250 դրամ։ Աշխատավարձ հարկեր 6.237.367 դրամ։ Ընթացիկ նորոգման եւ պահպանման համար ծախսվել է 3.969.820 դրամ։
Գրիշա Պարավյանը մեկ անգամ եւս հիշեցնում է Վանաձորի բազմաբնակարան շենքերի բնակիչներին, որ իրենք ոչ միայն պարտավոր են վճարումներ կատարել, այլև իրավունք ունեն պահանջել, թե ինչ աշխատանքներ են իրականացվում վճարումներից գոյացած գումարով։ Մինչև հունվարի վերջ հաշվետու ժողովներ կկայանան նաեւ մյուս համատիրություններում։ Գոհար Մովսիսյան, Արմեն Շահբազյան, Մոլորակ։ Եվրասիական տնտեսական միությունը հայ միգրանտներին մի շարք արտոնություններ է տվել, ովքեր եւ ինչ պայմաններով կարող են մուտք գործել Ռուսաստան։ Հեռուստադիտողի խնդրանքով թեմային անդրադառնում է Հերմինե Յավրյանը։ Վերջին շրջանում միգրացիոն ծառայություն են դիմում Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիներ, ովքեր դժվարություն են ունենում Ռուսաստանի Դաշնություն մեկնելիս։ Մեծ թիվ են կազմում նաև խախտումներ կատարած եւ նոր օրենքին տեղյակ քաղաքացիներ, ովքեր Հայաստան չեն գալիս անձնագրում արտաքսման կնիկ չստանալու համար։ Շատերն ունեն բիզնես, գործեր, սահմանից այն կողմ ընտանիքն է։ Դաշնություն մուտք գործելու արգելանքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն արժանացել են սահմանված ժամկետներում չհաշվառվելու հարկային турքերի, ճանապարհային կանոնադրության եւ միգրացիոն օրենսդրության պահանջների խախտումներ կատարելու համար։ Սև ցուցակում հայտնվածների թվում քիչ չեն նաև այնպիսիք, որոնց պատժամիջոցների ժամանակահատվածը լրացած է, կամ նրանք, ովքեր առհասարակ չեն արտաքսվել։ Պարզապես անձնական տվյալներում տարասխալներ են եղել։ Նմանատիպ իրավիճակներում խնդրի միակ լուծումը շատ քաղաքացիներ փնտրում են Եվրասիական տնտեսական միության մեջ։ Իրականում օրենքները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար մեղմացվել են։ Ռուսաստանի Դաշնությունը հնարավորություն է ընձեռել միգրացիոն ծառայության միջոցով լրացուցիչ հարցում իրականացնելու։ Միգրացիայի ծառայության պետ Գագիկ Եկանյանը հավաստիացնում է, որ շաբաթական ստանում է 100-ից 150 դիմում, ընդ որում դրանց թիվը օրեցօր ավելանում է։ Իր կողմից Մոսկվա ուղարկված դիմումների թիվը հասնում է 3000-ի, բայց պատասխան ստացել են միայն 1/3-ի համար, այն է 1300-ի։ Իսկ գործընթացը տևում է 2.5-ից 3 ամիս։ Իսկ օրինապաշտ միգրանտները անցանկալի սև ցուցակում չհայտնվելու համար պետք է անեն հետևյալ քայլերը։ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելիս օտարերկրյա քաղաքացիներին տրվում են միգրացիոն քարտեր։ Անհրաժեշտ է լրացնել միգրացիոն քարտի երկու բաժինները՝ A եւ B։ Եթե դուք մուտք եք գործում Դաշնություն աշխատելու նպատակով, ապա քարտի մուտքի նպատակը մասում անհրաժեշտ է ընդգծել աշխատել բառը։ Հակառակ պարագայում դուք աշխատելու իրավունք չեք ստանա։ Ռուսաստանի Դաշնության սահմանը հատելիս միգրացիոն քարտի B մասը վերադարձվում է ձեզ, որը պետք է պահել մինչև Դաշնության տարածքից դուրս գալը։ Քարտի այդ մասը վնասելու կամ կորստյան դեպքում դուք պարտավոր եք 3 օրվա ընթացքում այդ հայտնել FMS-ի ձեր գտնվելու վայրին մոտակա տարածքային մարմին քարտի կրկնօրինակը ստանալու համար։ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում անկախ այցելության նպատակից եւ տևողությունից անհրաժեշտ է հաշվառվել FMS-ի ձեր գտնվելու վայրի տարածքային մարմնում։ Միգրացիոն հաշվառման կանգնած լինելու փաստը հաստատվում է տեղեկացման թերթիկի կտրված մասի առկայությամբ, որի վրա համապատասխան նշում կա։ Եթե դուք մուտք եք գործել Ռուսաստանի Դաշնություն հարազատներին այցելության, զբոսաշրջության եւ այլ նպատակներով, ապա 2014 թվականի հունվարի 1-ից սկսած կարող եք Դաշնությունում գտնվել գումարային առումով 90 օր, յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում։ Այլ կերպ ասած 89-րդ օրը դուք պարտավոր եք լքել Ռուսաստանի տարածքը եւ կարող եք այնտեղ վերադառնալ միայն 90 օր հետո։ Այս կարգը խախտելու համար նախատեսվում է Դաշնություն մուտք գործելու արգելք 3 տարի ժամկետով։ Եթե դուք մուտք եք գործել Ռուսաստանի Դաշնություն աշխատելու նպատակով, ապա պետք է ձեռք բերեք աշխատանքի թույլտվություն կամ հավաստագիր։ Այլ կերպ ասած, պատենտ։ Այս դեպքում դուք հնարավորություն կունենաք օրինական ճանապարհով Ռուսաստանի Դաշնությունում գտնվել 3 ամսից ավելի երկար, մինչև 1 տարի ժամկետով։ Աշխատանքի թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել FMS-ի ձեր միգրացիոն հաշվառման վայրի տարածքային մարմին։ Աշխատանքի թույլտվության տրամադրման դիմումի հետ միասին դուք պարտավոր եք ներկայացնել բժշկական տեղեկանք այն մասին, որ չեք տառապում թմրամոլությամբ եւ շրջապատի համար վտանգ ներկայացնող ինֆեկցիոն հիվանդություններով, ինչպես նաեւ հավաստագիր միավ վարակի բացակայության մասին։ Այն բժշկական հաստատությունների մասին, որոնք տրամադրում են նման տեղեկանքներ, ձեզ կիրազեկեն FMS-ի տարածքային ստորաբաժանումում։ Իսկ պատենտ ստանալու համար, որի դեպքում չի պահանջվում բժշկական տեղեկանք, նույնպես անհրաժեշտ է դիմել FMS-ի տարածքային ստորաբաժանում։ Այսպիսով անցանկալի հետևանքից, այն է հետագայում Դաշնության մուտքի արգելքից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում պահպանել Դաշնության տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու եւ աշխատելու համար սահմանված կարգը։ Այն է միգրացիոն քարտի B մասի պահում մինչև Դաշնության տարածքից դուրս գալը, հաշվառում Դաշնություն մուտք գործելուց 7 աշխատանքային օրվա ընթացքում, աշխատանքի թույլտվության կամ պատենտի ձեռքբերում մինչև 90-րդ օրը լրանալը, հակառակ պարագայում Դաշնությունից մեկնում մինչև 90-րդ օրը։ Նշված կարգը չի տարածվում այն օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց վրա, ում նշված 90-օրյա ժամկետը լրանալու օրը տրամադրվել է ժամանակավոր բնակության թույլտվություն կամ կացության կարգավիճակ կամ ընդունվել են ժամանակավոր բնակության թույլտվության տրամադրման վերաբերյալ նրանց դիմումն ու այլ փաստաթղթերը։ Այս կարգից կարող են խուսափել նաեւ բարձր որակավորում ունեցող մասնագետները։ Ռուսաստանի Դաշնությունում հավատարմագրված լրագրողները,
Դաշնության կրթական հաստատություններում սովորող ուսանողները եւ առողջապահական հիմնարկներում բուժում անցնող օտարերկրյա քաղաքացիները, պայմանով, որ նրանք ունեն իրենց զգացությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ։ Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար կարելի է դիմել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն։ Հերմինե Յավրյան, Մոլորակ։ Կարճատև դադարից հետո ծանոթացեք նաև եղանակի տեսությանը Էռնա Անտոնյանի մեկնաբանությամբ, իսկ ես այսքանով ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք ցտեսություն։ Լավագույն էլեկտրոտեխնիկայի եւ նվերների խանութ կարող է համարվել այն սրահը, որ ունի նախ բարձրակարգ եւ որակյալ ապրանք, երկրորդ մեծ եւ բազմազան տեսականի եւ վերջապես ապարիկը ձևակերպվում է տեղում եւ ունի ցածր գներ։ Եվ իհարկե այս բոլոր պայմաններին համապատասխանում է Technoline խանութ սրահը։ Իսկ դուք համաձայն եք այս ամենի հետ։ Այո։ Այս դեպքում ո՞րն է լավագույն էլեկտրոտեխնիկայի եւ նվերների խանութ սրահը Վանաձորում։ Technoline միշտ ճիշտ ընտրություն։ Բարև ձեզ եղանակի տեսության աջակիցն է Technoline խանութ սրահը, այժմ եղանակի մասին։ Հանրապետության տարածքում հունվարի 22-ին սպասվում է առավելապես առանց ձեղումների եղանակ, քամին կլինի մինչև 10 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանի բարձրացում է սպասվում ևս 1-ից 2 աստիճանով։ Լոռու մարզում օդի միջին ջերմաստիճանը կլինի 9 աստիճան տաքությունը, այժմ ջերմաստիճանն ըստ քաղաքների։ Տաշիրում գիշերը սպասվում է 9 աստիճան ցուրտ ցերեկը մինչև 6 աստիճան տաքություն, Ալավերդիում գիշերը կանխատեսվում է 2 աստիճան ցուրտ ցերեկը մինչև 9 աստիճան տաքություն, Սպիտակում գիշերը կդիտվի 5 աստիճան ցուրտ ցերեկը մինչև 4 աստիճան տաքություն, Ստեփանավանում գիշերը սպասվում է 5 աստիճան ցուրտ ցերեկը մինչև 8 աստիճան տաքություն, իսկ մարզկենտրոնում գիշերը սպասվում է 5 աստիճան ցուրտ ցերեկը մինչև 7 աստիճան տաքություն, Երևանում գիշերը սպասվում է 1 աստիճան ցուրտ ցերեկը մինչև 8 աստիճան տաքություն։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ արկա է մերկասառույց, խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։ Վրաստանի արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփան-Ծմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում։ Եղանակի մասին այսօր այսքանը, անկախ եղանակից եղեք լավատես, ցտեսություն։